նախ շատ ցավալի է, շատ է ցավալի, ոչ միայն երիտասարդ կյանք է, երեխաներ, որ ասում են, երկրորդը դա չենք կարող ուրիշ բան ասել, մենք բոլորս, եթե մեծ հաշվով նայենք, մեր էթնո կառուցվածքը և ծավալը, մենք ցեղագիծներ ենք, լավ իմաստով, սա պետք է նկատի ունենանք, որ օտարը չի թողում, որ նկատի ունենանք, հիմա երկրորդը, այսպես ասեմ, այնտեղ որևէ քաղաքական բան չկա և չի կարող լինել, Հայաստանում քաղաքականացված է ըստ քաղաքագիտության տվյալների հասարակության վերին շերտը, ընդ որում են ռուսական ճամբարներ, դա հետը քրյախառն է, տեսեք բոլորի վրա, Գողոպուտի նախագահի վրա սալյարկի գործ կա, ավելի բան չասեմ, էլ վերջաց ասա, ինչ քաղաքական կարող է լինել այստեղ, բայց երանգ կա Դրա համար քաղաքական ասածը մենք կողքի տնենք, իջնենք համայնքներ, որտեղ Այսինքն դուք եք ընդունում Փաշինյանի վարչապետի առաջ քաշած վարկածը վրեժխնդրություն, վենդետա, սա է։ Ես ասեմ, որ այն չի որ մեր մտածողությունները գնում են նույն հունով, ոչ թե մենք կրկնում ենք միմյանց, եթե այդպես է։ Ես բացառապես ասեմ ձեզ, դե վստահ եմ, որ չեք գիտեք, որ չեմ Ես բացառապես քաղաքական գիտության դասական կոնցեպցիաների մեջ եմ ձեզ ներկայացնում, մի քիչ ընդունակություն ունեմ պարզ խոսելու, լսանում այդքան պարզ չեմ Մատչելի խոսենք, որ ժողովուրդը հասկանա Ժողովրդի, բայց ոչ շատ պարզ, հիմա ինչպես որ ասում են 10 բաները, խնդիրները պարզեցրեք, խնդիրը ինչքան պարզեցնես, որ ուղեղի վրա այլևս չազդի Ուզում եմ ասել, իմը բացառապես քաղաքական կլասիկ կոնցեպցիայի մեջ է Հայաստանի պատմական և իրական փորձով և մեր էթնո առանձնահատկություններով, մեր որպես ժողովուրդ, ամեն ժողովուրդ ունի Հիմա դրա համար քաղաքական որևէ բան չկա, այդ իմաստով, ներքևը չկա, համայնքներում չկա, ոչ թե այդտեղ չկա Կա ուրիշ բան, որը մեր համար աղետալի է Եթե մինչև պետականություն ունենալը աղետալի չի եղել, հակառակն է եղել, կասեմ հիմա ինչ Հիմա աղետալի է պետականության պայմանում, Գերդաստանը Մենք չէ հպարտացել ենք, ուրախ ենք Գերդաստանը մենք որ ընտանիք ենք ասում, արևելահայ հասկանում է Գերդաստան, արևմտահայ հասկանում է Գերդաստան, են որ մեծ պապիկը, մեծ տատիկը Երբ որ պետականություն չենք ունեցել, սա մի բջիջ է, որտեղ ինքնապաշտպանություն է եղել, ինքնություն պահելու միջավայր է եղել, հորեղբոր տղաներով, եղբայր, քույր, հարսներ, ինչպես որ եւ բարոյական, այդ շատ կարեւոր է։ Չես լսի, որ սրանք իրար հետ օտարներ են, չէ՞, եղբոր կանայք, օտարներ են, բայց այն այլ ժողովուրդների պատմության միջի խայտարադեկամերոնների մասին մենք չենք լսել։ Ուրեմն ես եւ դա քրիստոնեությունն է մասը ապահովել։ Հիմա երբ որ պետականություն է, այսինքն դառնում է որ համայնքում սա ուժի է վերածվում, որ չպիտի վերածվեր։ Ես կոնկրետ Փարաքարի դեպքը, որտեղ իմ ուշադրության մեջ չի եղել, այսինքն ամենտեղ մի բան ընտրություն է լինում եւ այլն, բայց մենք ինչպես է համայնքները ունեն պրոբլեմ, որտեղ որ Գերդաստանը կամ ընկերությունը քանակապես շատ է, ինքը հաղթում եւ առաջ է մղվում, բայց մենք գիտենք, որ շատի մեջ չի որ խելացի է լինում, երբեմն քչի մեջ ավելի շատ խելացի է լինում, քան ուրեմն կարող է լինել եւ այդ իմաստով մեր Գերդաստանները վերածվում են հետ մնալու, հետադիմության եւ այլնի Հորեղբորը տղան է, ծայն պիտի տաս, մանավանդ այնտեղ հողի հարց կա, ջրի հարց կա, մեր ժողովուրդներ գիտեք, Աստված տվել չի խնայել այդ ունեցվածքի նկատմամբ այս գեր բանը վերաբերմունքը։ Դրա համար այստեղ դա չի հարցը, հարցը համայնքների մասին է, որտեղ բարեկրթության հարցը մնում է իրար նկատմամբ բարյացակամության հարցը մնում է եւ թշնամու նման գրոհում են իրար վրա նույն ցեղի հայկյան զավակները
Այստեղ շատ վատ է եւ սա ավանդույթ է տարել։ Արմավիրում նմանապես միջադեպել եղավ Արաքս գյուղում շան պատճառով։ Գիտեմ այսպեսի մի բան, եթե սխալ եմ ներող պատելնեմ, որտեղ իմ իմացածն եմ ասում, ձեր ասածի ենթատեքստում։ Այնտեղ քարի հանքերի հարցեր կան, որի վրա փարաքարի ճանարանամ, որի վրա մեծ վեճեր կան։ Վեճերը երբեմն գիտեք ավարտվում են ոչ միայն վենդետայով, այլ ավարտվում են նաև հարցահայկական ձևով, որ ասիականություն է ասել։ Գալուս Սահակյանի ասյան, որ ասում էր մենք հայեր ենք էլի, այդ հայերն են էլի, որ այդ ավանդույթը պահում են։ Կարծում եմ այդպիսի հարցեր կան։ Հիմա այստեղ ի՞նչն է հարցը։ Նկատի ունեք սա արդեն ունեցվածքի, իհարկե, չի կարող համայնքներում եւ քարի հանքը դա փոքր ինչ-որ ձեռնարկություն չի։ Տեսել ինչպես դուք իրենց ինչ-որ տրվել է կայքեջերում եւ այլն։ Երբ որ հաղթանակ է լինում, հաղթում են, այստեղ որ ինձ սպանեցին։ Ինչ թվում էր, երևի Կարսն են ազատագրել։ Բավականին բուրն էր։ Շատ տգեղ, այսինքն ինչ եք հաղթել։ Այնպեսի հաղթել են քաղաքացիական պայմանագրին, հաղթել են Նիկոլ Փաշինյանին, որտեղ իրեն Փաշինյանին չպետք է հաղթեն։ Իրենք համայնքը պիտի կարողանան զարգացնել։ Այստեղ հայ ժողովրդի այստեղ սովորույթ շատ վատ է։ Այդտեղ Փաշինյանը ոչ մի գործ չունի եւ որևէ մեկը գործ չունի։ Այստեղ կա տեղական ինքնակառավարման մասին օրենսդրություն, նաեւ բարոյական արժեքներ, բոլորը հայեր են հիմնականում իմ իմացածով այստեղ։ Այսինքն եւ այլն, ինչի, եթե քո եղբոր տղան չի, ինքն է տարել, քո թշնամին է տարել։ Սա շատ վատ է։ Վատ է եւ այս բոլորը պիտի բացատրվի, ասվի սա այն է, ընդհանրական ասեմ, որ ես ժամանակին տար մոտ 2014-15 թվերն է ինչքան հիշում եմ, լրատվականում եզրակացրի եւ հաղորդեցի, որ Հայաստանում առաջացել է լութոկրատական իշխանություն, Հայաստանի deep state-ը, այդ ուրեմն խորքի պետությունն է, գողապետությունն է, գող բարագլուխներով, գողականներով, սա էլ իր արմատներն ունի։ Դեմիրճյանի ժամանակ հիշեք, ապերոն կար, այն գործ դասավորողը, SS, որը բաներ։ Այսինքն մենք գնացինք ոչ թե մեր ներազգային հարաբերությունների կարգավորմանը, դրանից դուրս գալու, որտեղ լավ ենթադրեք, ես ձեր ցեղից չեմ, հետո ինչ, կամ դուք ինձ մեր գյուղից չեք, ինչ, այս բոլորը ուրեմն պետք է բացատրվելով հաղթահարվի եւ այլն։ Սա մի մաս է, որը սրել է վիճակը։ Հիմա դա վենդետա է, թե չէ, հիմա ասեմ իմ կարծիքով ոչ, այստեղ արդարադատության պակասն է։ Արդարադատություն, որ իմ տվյալներով, որտեղ ես իմ տվյալներով կարող եմ ասել, հատուկ չեմ զբաղվել, ուրեմն մեկը սպանել է, սպանվել է։ Ես իշքան գիտեմ, սպանողը տնային կալանք թե ինչ, հա? Եղբայրն է տնային կալանքի։ Ով ուզում է լինի։ Այս նույնն է, որ Հայաստանի Հանրապետության երկու նախագահ Հայաստանը կողոպտել են, մինչև հիմա քաղաքականացած քաղաքական գործ են անում։ Իշքան ենք լսել, գեներալները դավաճանեցին եւ հանձնեցին, հա? Ուր է պատիժները։ Այստեղ գալիս է իրավունքի հարցը եւ գիտեք ինչն է տարօրինակ։ Տարօրինակը այն է, որ ասենք Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, Լամբրոնացի տված աշխարհին, մեզ չէ մենակ, ժողովուրդը, որտեղ աշխարհի կողմից ինքը դիտվել է օրենքի ժողովուրդ, այս պայմաններում ուրեմն ուր է հասել, որ օրենքից դուրս է աշխատում, ինչ է կատարվել, ինչու է, այսինքն ինչպես կարող է մարդասպանության մեջ մեղադրվողը չմեկուսացվել, իմ անարդարը հետո պետք է բարձվի, ճիշտ սխալը, այստեղ է պրոբլեմը քաղաքական համակարգի, ով է սա որ չի, եթե այստեղ մեղավոր կա, այստեղ է մեղավորությունը, որովհետև ասեմ հետևյալը, մեզ մոտ տեսեք ինչ է կատարվում, արքեպիսկոպոս ակնհայտ տերորի քարոզչություն մեղադրում է, կագեբե չունեք, գեներալ չունեք, եւ ինչ է գալիս, մինչև լոսերով, քլոսներով, կանադաներով, դո չգիտեմ Մոնրեալներով ինչ է գալիս, Մելբուրներով, դա արքեպիսկոպոսին քաղաքական,
ասես այ ողորմելի, արքեպիսկոպոս, թագավոր, նախագահ եւ այլն մարդը բաշի բուզուկի տրամադրությամբ տերորի կոչ է անում, այսինքն կա նաև այս պետությանը չենք վստահում, այսինքն ստացվում է հայության մեջ մի շերտ կա, ամեն ինչ անում որ ինքը պետություն չդառնա, որտեղ պետությունը կարգ է, կանոն է, օրենք է եւ այլն։ Հիմա այս էլ էս խնդիրն է եւ կա մի խնդրեմ, որ այսպես է բոլորը պիտի իմանան, օրենքը ունի բազմաթիվ ֆունկցիաներ, խոսքը իրավական նորմի մասին է, որն է դա արդարություն պիտի հաստատի, չէ՞, արդարություն պիտի հաստատի, ունի ուրեմն պատժիչ ֆունկցիա, պատիժ, սպանել եմ պիտի պատժվեմ, կախվեմ, խոսք չկա էլ, բազար չկա, արդարացուցիչ հանգամանքներ, երկրորդ հոդված, չորրորդ հոդված, այս սովետական ավանդույթ է, ինչքան կվճարես, այնքան քիչ կլինի, կամ ինչքան հորոխորդ տղա ունես, քիչ կլինի եւ այլն։ Սա պիտի նվազագույնի հասցնել այս բաները։ Եվ այս պայմաններում նկատի ունեք մենք նախկին բարքերից չենք ազատագրվել դրա համար էլ այս ամենը առանց բանը մենք ռուսականացած ենք, մեր մտածողությունը ռուսական իրականությունից դուրս չի գալիս, այդ որ բան են անում, մեկ քոս են ընկնում, ես որ սա բացադրում եմ, բայց դա այդպես չի, եթե մենք մեր ազգային գիտակցությունը չպիտի մաքրենք եւ այսպես ասենք, հա, որովհետեւ քրիստոնեական հետո մշակույթը այսպես բան եղավ, դեռ մեծ Գրիգոր Լուսավորի չենք վերադառնալու բարոյական արժեքներին, քաղաքական արժեքներ, նորմատիվներ, եւ մենք չենք ախտարելու այս բոլորը։ Մենք ռուսականացած ենք ողբերգականորեն, որտեղ այնտեղ ուրիշ է։ Գրոզնին ասեց, օրենք չկա, Գրոզնին ասեց, խփում վերջացնում են, վերջ։ Դուք տեսել եք, լսել եք ռուսական մի ցար, որ բնական վիճակով մահացել է։ Կա Ռուսաստանում մի ցար, որ մեռնելուց հետո չեն թքել վերեն, մեռնելուց։ Խնգարգել են մինչև նայեն, ձերները ճակատին են դրել։ Սառես թե չէ, մինչև այդ հանճար է։ Հենց սառածը սկսում է թքել վերեն։ Ռուսները։ Սա մեր մշակույթի հետ կապ չունի։ Մեզ հետ էլ կապ չունի։ Հիմա այս մտածողությունը լցվել է եւ այլն, դաստիարակություն եւ գողապետության շրջանում էլ ինչ եղավ։ Չեղավ այդ լուսաբանումը, չեղավ բացադրությունը, չեղավ մաքրությունը եւ այստեղ առաջացավ հիբրիդ, հիբրիդն էլ հիմա տեսնում եք թե ինչ է նշանակում, դրա համար ինչ է, իրավական համակարգի մարդիկ, իհարկե լավ պետք է ապրեք, դուք գիտեք որտեղ է տարածված, որ դատավորը պետք է ոնց լավ ապրի, լավ, հայ լավ ապրելու սահմանը դուք կարող եք բացադրել, ինչ է, սրանց մի մասը իրենց երեխեքին թորներին, ծորների համար են գողանում, այսինքն ծորին դրել են դեբիլի տեղ, պապը կարող է 4 սերնդի համար գողություն անել, պետական գանձարանից հիմնականում, որտեղ եթե մասնավորից անի աչքը կհանեն, ծնվողը չի կարող իր ապրուստն ապահովել, այս բոլոր բարքերը պետք է մերը չի, պետք է հաղթահարվեն կամ բաներ կան նաև, այդ արևելյան, թուրքական, պարսկական բաներ կան, որը մերը չի, բայց այսպես կպել է մեզ, բայց հիմնականում ռուսականն է։